Բարև ձեզ, Սպուտնիկ Արմենիայի եթերում Սպուտնիկ զրույց հաղորդաշարն է, ստուդիայում աշխատում է Նելի Դանելյանը, այսօր մեր հյուրը տնտեսագետ Հրայր Կոմենտատյանն է, բարև ձեզ, պարոն Կոմենտատյան։ Պարոն Կոմենտատյան, կուզեի այսօր գույքահարկի խնդրին անդրադառնայինք, մեր հայրենակիցներից շատերը լսել են, որ գույքահարկը հունվարի 1-ից դարձյալ թանկացել է եւ կարելի ասել սարսափով սպասում են ինչ է լինելու ի վերջո, ինչքան գումար պիտի այս տարի վճարեն իրենց բնակարանների ունեցած անշարժ գույքի դիմաց, հատկապես որ նաև պետական մակարդակով ամենաբարձր հնչեցին սարսափեցնող հայտարարություններ, որ եթե չեք կարողանում վճարեք ձեր գույքահարկը, բնակարանը տվեք վարձով, գնացեք գյուղ, գյուղատնտեսությամբ զբաղվեք։ Ինչ կասեք այս առումով, ի վերջո ինչ է մեզ սպասվում։ Նախ պետք է ասեմ, որ նման պնդումները գործադիրի ղեկավարի կատարմամբ մերժել են ամբողջապես, որովհետև մենք այնպեսի սահմանադրություն ունենք գրված, որտեղ որ գույքի անձեռնմխելիությունը ավելի քան ապահովված է, սա ուղղակի մոտեցման պարագայում, եւ եթե մենք ունենք ինչ-որ մեկը, որ անուղղակի կերպով փորձում է քաղաքացիների գույքի անձեռնմխելիության հետ կապված տարատեսակ շահարկումներ իրականացնել, ընդրում հստակ արտահայտած քաղաքական դիրքորոշմամբ։ Մենք պետք է այդ գործելակերպը ընդհանրապես մերժենք, եւ դա մերժել է, որովհետեւ մենք գործ ունենք սահմանադրական նորմերի հետ։ Ես սահմանադրական նորմերի ցանկացած պարզաջրման, հիմքերի քանդման, ցանկացած նենգափոխման օրինակ կամ գործելակերպ մենք պետք է հստակ ամբողջական մերժենք։ Կոնկրետ այդ անձնավորության արտահայտած մտքերի հետ կապված այս գույքահարկի մեկ նորմ կա, որ ես անպայման ցանկանում եմ, որ գոնե մեր հանրությունն իմանա, որ այդ նորմը հնարավորություն տալի գոնե խուսափել ունեզրկման այդ process-ից, որ նա ձեռնարկել է։ Գաղտնիք չէ, որ գույքահարկը համայնքային բյուջեը ուղղվող հատկացումներն են, այդ վճարներն են, եւ համայնքային բյուջեի կառավարումը իրականացնող ավականիները հնարավորություն ունեն գույքահարկի հետ կապված, եթե տարատեսակ արտոնություններ կարող են կիրառել իրենց որոշմամբ իհարկե, եւ դա հնարավորություն կտա հավաքագրված գումարների 10%-ը ուղղել կարիքներ ունեցող հիմնական արտոնության տարատեսակ, այսպես ասած, շարքերում գտնվող թոշակառուների համար, անվճարունակ քաղաքացիական։ Այսինքն անձը կառավարչական ամենաբարձր պաշտոնին գտնվելու հանդերձ, գործադիր ամենաբարձր պաշտոն հանդերձ, նա չի իմանում, որ կա նման օրենք, կա նման նորմ, եւ քաղաքը կարող է քաղաքով ավականու որոշմամբ օգնել, ձեռք մեկնել կարիքավոր քաղաքացիներին։ Դրա փոխարեն առաջարկում է տունը ինչ-որ վարձով տալու եւ նման օրինակ չեմ ուզում մեկնաբանեմ, բացարձակ մերժելի վարքագիծ է դա։ Իսկ այդ աջակցությունը ինչ կարգով է արվում, ազատվում են այդ մարդիկ գույքահարկից ավականու որոշմամբ, թե բյուջեն վճարում է իրենց փոխարեն, քաղաքային բյուջեից վճարվում է։ Հարցը այստեղ հետեւյալն է, հավաքագրման ժամանակ, նախքան հավաքագրումը այլևս, մենք ավականին պետք է չսպասի քաղաքացիների դիմումներին, այդ հուսահատության եզրին հասած եւ այդ անօգնականության մահճի մեջ լողտող քաղաքացիների այդ բողոքին եւ լացին իրական անհագստության չպետք է սպասի։ Նրանք պետք է ընդառաջ գնան քաղաքացիներին։ Նրանք հենց հիմա պետք է շարքեր ունենան, շտեմարան ունենան, որտեղ ընդգրկված կլինեն քաղաքային տարածքում մեր քաղաքում բնակվող այդ կարիքավորների, զանզանց սոցիալական խմբերում, որքան նպաստներ են ստանում պետական կարգով, նրանց ամբողջ շտեմարանը պետք է ունենան, այս շտեմարանը օգտագործեն, գնան ընդառաջ մեկ քայլանը քաղաքացին դեպի։ Այլ բան է, երբ որ դու նստած ես ինչ-որ կաբինետում եւ քեզ թվում է, թե դու դիրապետում ես ամեն ինչի եւ այլ բան է, երբ որ դու պետք է դուրս գաս, դուրս գալը չեմ նկատի չունեմ ֆիզիկապես դուրս գաս զբոսնես, դու պետք է դուրս գաս այդ մթնոլորտից, գնաս դեպի քաղաքացին, գնաս դեպի քաղաքացու պահանջմունքները եւ հնարավորության սահմաններում իհարկե իրավական նորմերի այդ սահմաններում դու պետք է ձեռք գցես քաղաքացուն եւ ինչ պետք է անեն, պետք է արդեն իսկ գույքագրեն քաղաքացիների որ մասն է, որ այս գույքահարկի ընդ որում կասկածվում վիճակի է վճարելու, որ մարդիկ ի վիճակի կլինեն սա վճարել, եւ պետք է գույքագրեն
ունենան հստակ պատկերը եւ քաղաքացիական հասցեական օժանդակություն հարցնեն եւ ընդ որում եւ զեղչեն նրանց այս գույքահարկի պարտավորություններով սահմանված վճարները եւ ինչու՞ չէ հնարավորության դեպքում ընդհանրապես այդ թեման դարձնել քննարկման առարկա, ներգրավել մասնագետների, փորձել իրականում կատարել սոցիալական պարտավորությունները, որ ավականեն իր վրա նաեւ ստանձնել է, որովհետեւ մենք սահմանադրական հիմքերը մեր ամենակարևորագույններից մեկը նա է, որ մենք սոցիալական պետություն ենք եւ մեր համար ամենակարևորը մեր սոցիումն է, մեր քաղաքացին է եւ ընդհանրապես հայ մարդը։ Կանք սոցիալական հետևանքներին տարբեր թվեր են հնչում, սկսած Երևանի կենտրոնում 2 սենյականոց բնակարանի գույքահարկը մինչև 200-250 հազար բարձրանալուց, մինչև շատ ավելի բարձր թվեր, խոսքը նորակառույցների մասին է իհարկե։ Ի վերջո քաղաքացին դեռ չգիտի ինչքան պիտի վճարի, կարող ենք հուշել քաղաքացիներին ինչ կարժենա իրենց բնակարանի գույքահարկը այստեղ։ Իհարկե, ես քաղաքացիներին ցանկանում եմ պարզապես 4 թվերով առանց նույնիսկ մեկնաբանության ներկայացնել, որպեսզի նրանք հստակ պատկերացում ունենան։ Ընդ որում հիմա չեմ խոսալու, թե այս թվերը ինչպես է ձևավորել, դա մի քիչ ավելի բարդ խնդիր է եւ այստեղ որոշակի տնտեսագիտական գիտելիքներ պահանջում։ Ես ընդհանրապես բերում եմ այդ 4 թվերը եւ քաղաքացիներին տեղեկացնում եմ, որ մինչև 10 միլիոն դրամ գույքը, նրա գույքահարկը կազմելու է 5000 դրամ տարեկան։ Դա արդեն 26 թվականի տվյալներով։ 10-ից 25 միլիոն գույքը 20000 դրամ։ 25-ից 47 միլիոնը 64000 դրամ, 47-ից 75 միլիոնը 176000 դրամ, 75-ից 100 միլիոնը 326000 եւ 100 միլիոնից ավել գույքը 326000 դրան ավելացած 100 միլիոնի գերազանցող գումարի 1%-ը։ Սա վերաբերում է բնակարաններին։ Ձեր նշած առաջին թիվը բնականի շուկայական արժեքն է։ Այսինքն միլիոններով արտահայտված թվերը։ Առանձին կզրուցենք, որովհետեւ այստեղ վերցրել են շուկայական եւ կադաստրային արժեքների մոտարկման ինչ որ սկզբունք, ընդ որում դա 18 թվականին է վերջին անգամ դա կատարել, այդ հաշվարկները կատարել եւ այստեղ իհարկե նույնպես վիճելի խնդիրներ կան, բացարձակ վիճելի խնդիրներ կան, դա իհարկե կադաստրային եւ դա ձևակերպման խնդիրներ կան, այստեղ որ սա հիմքը ամբողջովին փտած է, այս որոշման հիմքը փտած է, դրանք անդրադառնանք։ Հիմա մենք անհատական տների հետ կապված ունենք նաև այսպիսի որոշում։ Ներողություն, եթե կարելի է բնականների մասով մի այսպիսի հստակեցում անենք, ես բերեմ օրինակ։ Աբովյան փողոցում գտնվող հին շենքի 2 սենյականոց բնակարանը մոտավորապես ինչ գույքահարկի արժեք կունենա։ Աբովյան փողոցում գտնվող գինը տատանվելու է 150,000-ից 200,000 դոլար, դա 75-ից մոտավորապես մինչև 100 միլիոնի սահմաններ մելենով այդ հարկը, գույքահարկը բնակարանի հետ կապված կազմելու է 326,000-ի կարգի։ Այսինքն եթե այստեղ ապրում է միայնակ թոշակառու, որ այդ տունը ստացել է, չգիտեմ, որևէ գործարանից կամ նույնիսկ ծնողներից հետո ժառանգություն է մնացել իրեն, այս թոշակառուն ստիպված է լինելու տարեկան ձեր նշած գումարը վճարել 250-300,000 գումար։ Այստեղ մենք խնդիր ունենք, ընդ որում գիտեք միայնակ թոշակառուի վերաբերել այդ թեզը, որ մենք զարգացնում ենք, մենք հասկանում ենք, որ միայնակ թոշակառու ասելով հարցը ամբողջական չէ։ Մենք ունենք աղքատության եզրից մոտավորապես այն կողմ ապրող 32-33%-անոց բնակչություն։ Այլ բան է, որ Աբովյան փողոցի վրա արդյոք կան աղքատներ թե չկան, ես վստահ եմ, որ կան, շատ կան։ Պարզապես թոշակառուն համատության համար ունի մի ելակետային տվյալ, դա նրա թոշակն է։ Այսինքն մենք ստանում ենք մի թվական այսպես կոլիզիա, երբ որ 35-ից 45,000 դրամ ստացող քաղաքացին վճարելու է մոտավորապես 350,000-ի կարգի հարկ, այսինքն ինչ է ստացվելու։ Մենք հաշվարկը կատարել ենք։ 10 ամսվա իր թոշակը պիտի տա գույքահարկի։ Մենք հաշվարկը կատարենք, ես որպեսզի ավելի ցայտուն լինի, բերում եմ հետևյալ տվյալը։ Այդ 12 ամսվա նրա թոշակը մոտավորապես կազմելու է հավաքական 500,000 դրամի կարգի։
500,000 դրամից եթե նա տալու է 326,000 դրամ միայն որպես գույքահարկ, այնտեղ մնացորդը մնում է 170,000 դրամ։ Այսինքն թոշակառուին 1 տարի գոյատևելու, ապրելու, չմահանալու համար պետք է օրական 500 դրամ։ Դա նշանակում է, որ թոշակառուն ընդամենը 1 հաց է գնելու։ Հիմա պատկերացրեք սոցիալական ինչպիսի ատելություն պետք է ունենան բնակչության նկատմամբ ազգային ժողովի այն պատգամավորները, ովքեր այս ամենը քննարկել են եւ հաստատել են։ Անդրադառնանք մի փոքր գույքահարկին, հա, գույքահարկի սխեման նախ որտեղից է ծագել եւ ինչու է պետությունը որոշել, որ մարդը պետք է իր անձնական գույքի համար պետությանը գումար վճարի։ Սա մեկ եւ երկրորդ հարցը, արդյոք այս հավաքագրումները, որ շատերը կապում են պարզապես բյուջեն լցնելու ցանկության հետ, այդքան մեծ գումար իրենցից ենթադրում են, որ պիտի հավաքվի եւ բյուջեն միանգամից մենք, չգիտեմ, ինչ որ ծաղկուն երկիր ենք դառնալու այս դրա շնորհիվ։ Գույքահարկը առաջացել է մասնավոր սեփականության հետ եւ մասնավոր սեփականության այդ ուսումնասիրությունները գոնե հետխորհրդային երկրներում ավելի շատ մենք ուսուցումը ձեռք ենք բերել մարքսիստների պատկերացումներով, մարքսիստների տեսական մոտեցումներով։ Գույքահարկը հիմնականում իր զարգացումը ստացել է Հռոմում, հին Հռոմում, որտեղ մասնավոր սեփականության առաջին բաղադրիչների հայտ գալուց հետո անհրաժեշտություն առաջացավ որոշակի հարկեր հավաքել եւ անհատական հարկեր եւ նաեւ գույքի հարկեր, որպեսզի պետությունը ապահովեր նույն գույքի սեփականատիրոջը ներքին խռովություններից, արտաքին հարձակումներից, բայց գույքահարկի նման մոդելը կարելի ասել որոշակիորեն տեղափոխվեց մինչև խորհրդային ժամանակաշրջան։ Խորհրդային ժամանակաշրջանից հետո, երբ որ արդեն մենք վարչահրամայական հասարակարգից անցանք դեպի լիբերալ կապիտալիստական մոդել, որը դեպի կարծես նորից շարունակում են գնալ, այս ժամանակ արդեն հասկանալի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ բնակֆոնդի 80-90% ուներ 60 տարվա, 70 տարվա շահագործման հնություն, շահագործման պատմություն, արդեն հասկանալ, որ գույքահարկ այո, կարելի է, պետք է հարկերի ընդհանուր սանդղակում ունենալ, բայց 60-70 տարվա մաշվածություն ունեցող այդ բնակֆոնդը կարծես այդ գույքահարկի ընդհանուր թեզիսների տրամաբանության մեջ չէր տեղավորվում։ Իհարկե, դրա հանով պայմանավորված անկախությունից հետո առաջին մոտապես 15-20 տարին գույքահարկը կարծես մոռացված օրենք էր, կարծես մոռացված հարկատեսակ էր եւ նա ժամանակ առ ժամանակ տեղափոխվեր դեպի հարկային տեսչության, ընտանիք լիազորությունների դաշտ, հետո ետ էր վերադառնում համայնքների, մենք դեմ չենք գույքահարկին։ Գույքահարկը պետք է, գույքահարկը դա պետության եւ լիազորությունները նա կատարելու հնարավորություն է, ֆինանսական հնարավորություն է եւ բայց դեմ լինելու հանդերձ մենք պետք է իմանանք, որ գույքահարկը դա անհատի եւ համայնքի անհատի եւ պետության փոխհարաբերություն է եւ պետությունը գոնե այս մասով պետք է խելամիտ, ողջամիտ եւ տարատեսակ կասկածներ չառաջացնող աշխատանքներ պետք է կատարի։ Եւ գույքահարկի հետ կապված ես ուզում եմ մի բան ասեմ, որ կոնկրետ այս փոփոխությունները ենթադրում են, որ համայնքային բյուջեներ ներկա 8 միլիարդի փոխարեն հավաքագրվելու է մոտավորապես արդեն 26 թվականի վերջում կամ 27 թվականի վերջում մոտավորապես 40 միլիարդ հավաքագրելու 40։ Իհարկե, լավ է այս գումարը որ կա, բայց մենք պետք է հարց տանք, այս գումարի տնօրինումը ով է իրականացնում։ Եթե այս գումարով ձեռքը բերվելու քաղաքապետի համար ամերիկյան ուղևորության $20,000 ինքնաթիռը տոմս, իհարկե մենք դեմ ենք, որ գույքահարկը աճի, որտեղ գույքահարկի աճը նշանակում է, որ տնօրինողները պետք է լինեն բյուրեղյա, բացառիկ մակրության եւ կառավարչական իրենց հմտություններով ասած երկրի ծաղկեցնող անձիկ, բայց մենք տեսնում ենք հակառակը։ Մենք տեսնում ենք մարդիկ, ովքեր սոցիալական անարդարության, այսպես ասած, ծրագիր են իրականացնում եւ յուրօրինակ սոցիալ-տնտեսական հարձակում են իրականացնում քաղաքի վրա, քաղաքացիների վրա։ Եվ ամենակարևոր հարցերից մեկը՝ մի յուրահատկություն կա, երբ որ մենք բնակարանների գների մասին խոսեցինք Տիկին Դանելյան, մենք մոռացանք անհատական տները։ Իսկ անհատական տները Երևան քաղաքում բավականին թանկարժեն
եւ նրանց այդ կադաստրային արժեքները բավականին բարձր են։ Հիմա ես ուզում եմ նորից 4 թվեր բերել անհատական տների հետ կապված, ուրեմն մինչև 7 միլիոն արժեք ունեցողները լինելու է 3500 դրամ տարեկան, 7-ից 23 միլիոնը լինելու է 19000 դրամ, 23-ից 50-ը լինելու է 73000, 50-ից 85-ը 213,000, 85-ից 100 միլիոնը 423,000 եւ 120 եւ ավել արդեն 423,000 գումարած այդ 100 միլիոնին գերազանցող գումարի 1%-ը։ Եթե կենտրոն կամ արաբկիր շրջաններում անհատական տների գները մոտավորապես տատավում են 250,000-ի կարգի, նրանք հիմնականում տեղավորվում են իրենց արժեքով, դա 85-ից մինչև 100-120 միլիոնի շրջանակներում նրանց այդ գույքահարկը կազմել է 423,000 դրամ։ Օրինակ կոնդի հին տներին այս գումարները վերաբերում են։ Կոնդում կոնկրետ, ես ասում կոնդում 100 քառակուսի մետրանոցը, 100 քառակուսի մետրանոցը նորմալ կենսագործունեության ապրելու համար հարմար տարածք է դա։ Դա մոտավորապես լինելու է 350,000 դրամի կարգի։ Այսինքն դա ինչ է բերելու։ Հիմա մոտենանք հարցին այլ կողմից։ Դա նշանակում է, որ այս անձիկ չեն կարողանալու վճարումները կատարեն, վճարումներ չկատարելու արդյունքում նրանց մոտ ձևավորվել է գույքահարկի գծով պարտավորությունը եւ չվճարված գումարներ, բնականաբար պետական այդ ռեպրեսիոն կարելի ասել համակարգը միանալու է, դահը սկսելու է այդ մարդկանց այդ գումարները, որոնք որ նրանք չեն կարողացել օբյեկտիվորեն չեն կարողանալու վճարել, սկսելու է այդ գումարները վերադարձի աշխատանքներ։ Այսինքն մենք ինչ ենք անում, այս հիմնիկվա կառավարություն կոչեցյալը։ Նրանք ստեղծում են մի խնդիր եւ պետական ծառայողների եւ պետական այդ ներուժը կառավարչական մղում են պարտքեր ձևավորելու եւ այդ պարտքերը տարատեսակ հնարավոր ձևերով քաշելու, հանելու, ոնց որ ասած մարդկանց քերթելու, կաշիները քերթելու եւ դրանից հետո անկասկած գալու է այդ մարդկանց ունեզրկման process-ը։ Ինչպես կարելի է դատարկել, այսպես ասած, գույքի հետաքրքրություն ունեցող տարածաշրջանները, թաղամասերը, օրինակ ենթադրենք կոնդը, կարելի է դատարկել հետևած սխեմայով։ Վստահ եղեք, որ ամեն ինչի ետևում անկասկած կանգնած են ինչ-որ խմբեր, որոնք կոնդի այդ գույքաթափումը, ունեզրկումը նրանց քաղաքացիների բնականից վտարել է եւ տարատեսակ կեղծ աճուրդներով այդ բնակարանները ձեռք բերելը նրանց մոտ արդեն իսկ պլանավորված աշխատանք է, նրանք սպասում են արդեն այդ գույքային պարտավորությունների առաջացմանը։ Մի կողմից պետությունը օրենք է մշակում, որոշումներ է կայացնում անհուսալի վարկառուներին աջակցելու, օգնելու, որպեսզի նրանք կարողանան այդ սև ցուցակից, այսպես ասած, բանկերի դուրս գան։ Մյուս կողմից պետությունը ինքը իր ձեռքով ստեղծում է նոր լծակներ մարդկանց պարտքի տակ գցելու, ինչպես դուք եք ասում, այ գույքահարկը չկարողացան վճարեն, արդեն գնալու է ինչ-որ իրավական process, ԴՀԿ, աճուրդ եւ այլն։ Հակասություն չկա այստեղ պետության վարած քաղաքականության միջև։ Եթե դու ներում ես անհուսալի վարկառուին, աջակցում ես նրան, եթե դու ներում ես իրավախախտ վարորդին, որը տարվա ընթացքում իր 9 բալը կորցրել է եւ դրա փոխարեն նրան նվիրում ես, այսպես ասենք, լրացուցիչ բալեր, 13 բալ ես դարձնում համակարգը, բայց այն մարդը, որը օրինական քաղաքացի է, օրինապաշտ իր բնակարանում ապրում է եւ չի կարողանալու վաղը մյուս օրը վճարել իր բնակարանի գույքահարկը, ստիպված է լինելու հայտնվել այդպիսի զանցանք գործած քաղաքացիների շարքում։ Իքին Դանիելյան, լավ հարց եք տալիս, շատ լավ հարց, որովհետև անտրամաբանական է նաև այդ որոշումը։ Եվ ես ասեմ ինչու։ 2024 թվականին հայկական բանկերը ստացել են 900 միլիոն դոլարի շահույթ։ 900 միլիոն դոլարը դա հայկական բանկային պատմության մեջ երբեք չի եղել եւ կարծում չի լինելու։ Իհարկե այդտեղ որոշակի արտաքին գործոններ կան նաեւ։ Հիմա 900 միլիոն դոլար ստացող այդ բանկային համույթը մոտավորապես 17 բանկից բաղկացած եւ կարծես ոչ ոք այլևս չունի հնարավորություն նոր բանկ գրանցելու։ Որոշել են բանկերին օգնեն։ Բանկերի ի՞նչն է օգնում։
բանկերը 900 միլիոն դոլարի շահույթ են ստացել։ Եվ պետությունը հավանաբար նույնիսկ կարող եմ վստահ ասել բանկային լոբինգը դա հովանավորչության տերմինն է բանկերին օժանդակելու, բանկերին նոր շահույթներ ստեղծելու, բանկերին շահույթներ նվիրելու համար այս վարչախումբը գնացել է եւ որոշել է, որ մարդիկ ովքեր որ անհուսալի վարկառուներ են եւ իբր թե չեն աշխատում, որոշել են, որ այդ մարդիկ գնան ինչ-որ միտեղ ձևակերպեն եւ եկամտահարկը, որ պետությունը պետք է ստանար, պետությունը ասում է, ես այդ գումարը կստանամ եւ կնվիրեմ բանկին, կտամ բանկին, դու բանկի հետ գործ չունես։ Պետությունը իրավունք չուներ մտածել նման խարդախությանս, սա պարզապես խարդախությանս սահմանակից ինչ որ որոշում է, երբ որ հատիկ մի 150-200 հոգի, լավ 3000, 5000 հոգի, որոնք բանկերում ձևավորել են անհուսալի պարտքեր, պետությունը իրավունք չունի նրանց փոխարեն այդ փողը, որ պետական բյուջե պետք է գնար, տար բանկերին, բանկերը առանց դա էլ 900 միլիոն դոլարի շահույթ ունեն եւ պետությունը այդ գումարներով բանկերին ոչ թե օգնում է, նա պարզապես երկու մի հատ տատանում է ստեղծում, որ չաշխատող մարդը, վարկ վերցնող, չվճարող մարդը, տարատեսակ խաբեությունների մեջ ներգրավված մարդը, ես չեմ քննարկում սոցիալապես աղքատ մարդկանց։ Հիմնականում այդ վարկառուները անհուսալի, դրանք անձնավորություն, ովքեր մեծամասամբ խրված են այդ խաղամոլության մեջ։ Ստեղծվում է մի փակ շրջան եւ քաղաքացին, որը որ խաղամոլության, այսպես ասած, նկատմամբ հակումներ ունի, որոշակի որոշում ունի, նա բանկից գնում է, վարկը վերցնում է, գնում է բնականաբար պարտվում է, տանուլ է տալիս, հետո գումարը ձևավորվում է որպես անհուսալի վարկ, հետո բազմակի անգամ փորձում են վարկառուներով իբր թե հետաձգել այդ ԴՀԿ-ի, այսպես ասած, մեջտեղ հայտնվելու խնդիրը, դրանից հետո պետությունը գալիս է, ասում է չաշխատող, վարկ վերցնող, վարկ չվճարող քաղաքացի ջան, արի քո եկամտարկը դու, ես տամ բանկերին։ Այս մարդկանց հնարավորություն է տան, որ նորից այդ արատավոր շրջանը նորից մտնեն դրա մեջ։ Սա բացարձակ սխալ բան է եւ կարծես թե այս գույքահարկի առաջացումը, այս մեծ գումարների առաջացումը, հնարավոր պարտքերի կուտակումները եւ ունեզրկումը հակասության մեջ են մտնում, եթե բանկերին օգնելու եւ այդ վարկ վերցող եւ վարկերը չվերադարձող քաղաքացիների ամբողջ պատմության հետ։ Այս պատմության մեջ հստակ երևում է, որ կա բանկային հովանավորչություն պետության եւ պետության առանձին վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիների կողմից։ Իհարկե, այս ամենը ապագայում նոր իշխանությունների օրոք քննարկվելու են, հետաքննվելու են։ Ես կարծում եմ, վերջ-վերջո առողջ տրամաբանությունը այստեղ մեզ ապացուցե, որ մենք գործ ունենք չկազմակերպված նաև ապիկար եւ կառավարչական իմաստով աբսուրդային որոշումների հետ։ Շնորհակալություն, պարոն Կոմենդացյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, մեր հյուրը տնտեսագետ Հրայր Կոմենդացյանն էր, ստուդիայում աշխատում էր Նելի Դանելյանը, եթերում Սպուտնիկ զրույցներ։